Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն սովորականի պես եթերում է եւ ուզում եմ մեծ հաճույքով ողջունել մեր բոլոր ունկնդիրներին։ Գիտեք, պիտի ասեմ, որ երբ մի քանի շաբաթ առաջ մեր տաղավարում մենք հյուրընկալել էինք մի հետաքրքիր անձնավորության, չգիտեմ, թե նրա հմայքը, թե նրա իսկապես գիտելիքները շատ էին հետաքրքրել մեր ունկնդիրներին եւ ցանկություն առաջացավ այդ բոլոր մեր ունկնդիրների կողմից մեկ անգամ էլ հանդիպել եթերում Գայանե Գաբրելյանին, նա մեր ստուդիայում է, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Վիշյան։ Գայանե, ես ուրախ եմ իհարկե, որ դուք կարողանում եք այդպես միանգամից գրավել մեր ունկնդիրների ուշադրությունը եւ ամենակարևորը մեր օրերում մի տեսակ այսպես շատ հազվադեպ է պատահում, որ կինը եւ խելոք է եւ գեղեցիկ։ Դուք այդ հաճելի բացառություններից եք եւ պիտի ասեմ, որ շատ ուրախ եմ, որ դուք իսկապես դարձել եք մեր ծրագրի բարեկամ եւ մենք ձեզ որոշել ենք նաեւ որպես տնտեսական էքսպերտի կարգավիճակով ավելի հաճախակի հրավիրել մեր տաղավար։ Չեք առարկում։ Ինձ համար մեծ պատիվ է կրկին ձեզնից ստանալ բառեր գեղեցիկ եւ ձեր ունկնդիրներից այսօր մարդիկ շատ ընտրող են եւ կարողանում են ընտրել, ընտրությունը մեծ է եւ շատ հաճելի է, որ այս հաղորդումը սիրվել է, ձեր հաղորդումը եւ ինչ որ չափով նաեւ իմ ներկայությունը։ Այդ շատ կարևոր է, իսկապես շատ կարևոր է։ Ես ուզում եմ, որ դուք միշտ լավ տրամադրությամբ գաք մեր տաղավար եւ ձեզ այստեղ զգաք ինչպես տանը։ Հաճույքով դուք ստեղծում եք տրամադրություն եւ ես միշտ լավ տրամադրությամբ եմ ձեր հետ շփվում։ Դե շատ ուրախ եմ։ Առանձնացրել եմ մի շարք հարցեր, որոնցից առաջինը ուզում եմ ընթերցել։ Դուք տնտեսագետ եք եւ եթե ոչ ձեզ հետ, ապա ում հետ մենք կարող ենք խոսել տնտեսության հետ կապված բոլոր այն հարցերի մասին, ինչը այսօր իսկապես հետաքրքրում է մեր ունկնդիրին։ Ես պիտի ասեմ, որ չնայած այդ ամենին, արդյոք մենք ունենք այսօր այնպիսի տնտեսություն, որը մեզ համար հաճելի հեռանկարներ է բացում, թե իրավիճակը այդքան էլ այդպես չէ։ Նախ ասեմ, որ շնորհակալություն, դա ինձ համար պատիվ է նաև որպես տնտեսագետ հանդես գալ, ճիշտ է, անվանի լավ տնտեսագետներ ունենք Հայաստանի, որոնք համաշխարհային անուններ են կերտել եւ տնտեսագիտության մեջ մեծ քայլեր են արել եւ ես չեմ կարող ինձ դասել իրենց շարքին, օրինակ մեգատնտեսության հեղինակ պարոն Բագրատյանը, որ կարծում եմ արժանի է, ես որպես տնտեսագետ եմ գնահատում, ոչ թե որպես քաղաքական գործունեություն եւ դասվել իրենց հետ եւս մի տնտեսագիտական այդ հարթակի մեջ ինձ համար պատիվ է, բայց ես դեռ դրա համար իհարկե անելիքներ ունեմ։ Այնուամենայնիվ, եթե մենք հիմա փորձենք գնահատել Հայաստանի Հանրապետությունը որպես առանձին տնտեսական հաբ, դա կարծես թե կբերի մեզ ոչ մի տեղ, որովհետև այսօր մեգատնտեսության եւ գլոբալ տնտեսության զարգացման մեջ Հայաստանը ընդամենը մի ամբողջ տնտեսական համակարգի մաս է։ Ցավոք, մենք դեռ մեր քաղաքականությունը այնպես չենք կառուցում, որ մենք կարողանանք ասել, որ Հայաստանը գլոբալ տնտեսության տար է, որտեղ ըստ էության մենք գլոբալ տնտեսության մեջ ոչ մի ուրույն տեղ չենք զբաղեցնում։ Չունենք ինչ-որ մի այնպիսի մրցակցային առավելություն այլ երկրների նկատմամբ, որ ասենք, որ մենք գլոբալ տնտեսության մեջ ինչ-որ մի փոքրիկ տեղ ենք զբաղեցնում։ Իսկ եթե լոկալացնենք տնտեսությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-մշակութային սահմանների, աշխարհագրական սահմանների մեջ, ապա այսօր մենք հեռանկարի տեսանկյունից լավ կանխատեսումներ չենք տեսնում։ Բնականաբար դրանց վրա նաև ազդում են արտաքին որոշակի ազդակներ, նույն Թրամփյան այս տարիֆիկացիաները, որոնք որ ազդում են նաև ալիքաձև Հայաստանի վրա, բայց եթե մենք կենտրոնանանք Հայաստանի վրա, ես կուզենայի, որ մենք ավելի շատ այսօր խոսենք փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների այսօրվա միտումներից, քանի որ ամենախոցելի բանը, հատվածը իրենք են այսօրվա այս բոլոր փոփոխությունները ամենաշատը խոցում են փոքր եւ միջին տնտեսությանը, փոքր եւ միջին ձեռներեցությանը, իսկ սա տնտեսության համար եւ երկրի համար կործանարար է, որովհետեւ զբաղվածների ամենամեծ քանակը փոքր եւ միջին ձեռնարկատիրություններն են։ Հետևաբար, եթե մենք խոսում ենք գլոբալ կանխատեսման մասին, նկարների գույները ավելի մուգ են, քան պայծառ եւ բաց։ Ես պիտի ասեմ, որ ցավոք այսօր մեծ թվով քրեական գործեր կան կապված տնտեսության, էկոնոմիկայի
հետ եւ պիտի նաեւ նշեմ, որ մի շարք լրատվամիջոցներ, զանգվածային լրատվամիջոցներ եւ կառույցներ բարբերաբար մեզ տեղյակ են պահում այդ հանցագործությունների մասին, ել չեմ խոսում նախկին նախարարի հետ կապված քրեական գործի մասին, որը ձգձգվում է անընդհատ, հասկացա խոսքը Վահագ Երոպյանի մասին եւ չգիտես այս ամենը ուր կարող է տանել մեր տնտեսությունը։ Տեսեք, ես փորձեմ ասել երկու տեսանկյունից, որովհետև ես չեմ ուզենա հիմա ասել, որ քրեական գործերը տնտեսական ոլորտում, խոսքը վերաբերում է կոռուպցիոն քրեական գործերին, դա վատ է։ Եթե կան կոռուպցիոն քրեական գործեր, նշանակում է այնուամենայնիվ ինչ որ համակարգ աշխատում է, որովհետև եթե դրանք չլինեին եւ լիներ այն իրավիճակը, որը մենք ունենք, կստացվեր, որ կոռուպցիան կա, սակայն դրա հետևից քրեական գործեր չեն հետևում։ Ինձ համար սա դրական ցուցանիշ է, որ մենք ունենք այնուամենայնիվ քրեական գործեր, որովհետև կան ընդամենը մի քանի երկրներ, որոնք մեծ հաշվով հաղթահարել են կոռուպցիան, Սինգապուրի նման, բայց իրանք էլ են անցել այդ քրեական գործերի շարանով։ Հետևաբար այնպիսի երկիր, որտեղ որ չլինեն քրեական տնտեսական գործեր, դրանք շատ քիչ են, կամ դրանք ոչ մի բան չեն անում, Ավստրալիայի են կղզիներն են, որոնք մարդաբնակ չեն, կամ դրանք անցել են այդ ճանապարհը։ Հետևաբար այս մասով ես դրական եմ գնահատում միտումը։ Ինչ վերաբերում է լոկալ դեպքի, ես պարոն Քերոբյանի նկատմամբ ունեմ դրական վերաբերմունք, ասեմ ինչ որտեղ ես իր հետ աշխատել եմ, եւ ես իր դրական եւ բացական կողմերը շատ լավ տեսնում եմ։ Խնդիրը պարոն Քերոբյանը չէ, այլ խնդիրն այն է, որ բյուրոկրատական համակարգի նկատմամբ հարգանքը բացակայում է։ Պարոն Քերոբյանը իր բնույթով, տեսակով ռիսկերի դիմող մարդ է, ավելի շատ ինքը բիզնեսի ոլորտից է մեզ հայտնի, եւ իր մեջ այդ ռիսկայնությունը ինձ միշտ շատ գրավել է, բայց այդ ռիսկայնությունը պետք է միշտ համեմված լինի բյուրոկրատական օրենքների ինչ որ համեմունքներով, որը որ բացակայում են պարոն Քերոբյանի մոտ, որտեղ ինքը երբեք չի եղել պետական կառավարման համակարգում եւ ներսի այդ խոհանոցին լավ չի տիրապետել եւ իր այդ իմպուլսիվ կարելի ասել էմոցիոնալ քայլերը հաճախ չեն եղել միտված կոռուպցիայի, բայց բերել են նման ըստ էության վերջնական արդյունքների։ Այդ դեպքերը կարող է բազում են, կարող է քիչ են, բայց արձանագրված դեպք ունենք եւ այդ արձանագրված դեպքի վերաբերյալ ես կարող եմ ասել, որ ստեղ մենայն պարոն Քերոբյանի գործոնը չէ, այլ նաեւ իր կողմից նշանակված թիմի հետ կապված, որովհետեւ կային մարդիկ, ովքեր բացարձակապես հայկական իրականության հետ ոչ մի կապ չունեին, նույն Անին Իսպիրան, ով որ եւր այդ քրեական գործով գնում է եւ այսօր քրեական այդ իր պատասխանատվությունը ընդունել է, բայց Նիդերլանդներում է գտնվում։ Այսինքն մենք արարքի եւ պատասխանատվության խնդիր ունենք։ Բյուրոկրատական համակարգը ունի շատ կարևոր կանոն։ Եթե արարքը պատժելի չէ, ապա ամենաթողությունը վրա է հասնում միանգամից։ Մենք ունենք արարք, չունենք պատիժ։ Սա լուրջ խնդիր է։ Ինչ վերաբերում է տնտեսությանը եւ օրինակ Քերոբյանի նման ֆիգուրներին, դրանք անհրաժեշտ են պետական կառավարման համակարգին, բայց դրանք պետք է ունենան հակակշիռ։ Տեսեք, պարոն Քերոբյանին թույլատրված էր ամեն ինչ եւ նա վայելում էր վարչապետի կողմից բացառիկ վստահություն եւ ուներ գործեր, քայլեր անելու բացառիկ իրավունքներ եւ լիազորություններ։ Իր հայտարարությունը, երբ որ նա նշանակվեց, որ կլինի երկնիշ տնտեսական աճ, իր հետ բերեցին իրեն տրվող ինտուրգենցիաներ, այնպիսի լիազորություններ, որոնք բոլոր մնացած նախարարները չունեին, սակայն իր հակակշիռը չստեղծվեց, որովհետև նման էմոցիոնալ, ուժեղ եւ ռիսկային քաղաքական գործչին պետք է լինի հակակշիռ։ Այս հակակշիռի բացակայության դեպքում իր բոլոր գործողությունները տանում էին դեպի անդունդ։ Եվ մենք այսօր տեսնում ենք արդյունքները, որ տնտեսական երկնիշ ցուցանիշները, դրանք բոլորը արտաքին գործոնների նաև ազդեցության տակ թռիչքաձև տնտեսական երկնիշ աճներ, որը մենք չկարողացանք ինստիտուցիոնալիզացնել, բերել ինչ-որ մի կայուն վիճակի եւ պահել այդ կայունությունը, այսինքն օգտվել այդ արտաքին դրական մեզ համար, աշխարհի համար բացական, պատերազմը բացական երևույթ է, բայց մեզ համար բերեց տնտեսության համար դրական էֆեկտ, բայց մենք այդ էֆեկտը չկարողացանք ըստ էության բերել կայուն դաշտ եւ դարձնել երկարաժամկետ շարունակական։ Մենք կորցրեցինք այդ ամբողջ ռեսուրսը, այն բոլոր մարդիկ, ովքեր եկան Ռուսաստանից, Ուկրաինայից եւ հարակից տարածքներից, դրանք բոլորը կրեատիվ բիզնեսմեն, փողաշխատող
Հայաստանը սիրող մարդիկ էին, բայց մենք նրանց չկարողացանք պահել Հայաստանում եւ կորցրեցինք, թե ոմանք Իսպանիայում, Կիպրոսում, թե հարևան Թուրքիայում են տեղակայված, հարկային եւ վարչարարության արդյունքում մենք չկարողացանք այդ վարչարարությունը անել։ Դուք էլ հավանաբար նկատել եք, որ օրեցօր մեծանում է այդ երկրի պետական պարտքը, փոխարինը իշխանությունները այդ ամենը մարելու մի տարբերակ էլ կապում են հարկերի բարձրացման հետ, որքանով է դա ճիշտ եւ ընդհանրապես ինչ կարող է դա տալ մեզ։ Երկու բան, նախ միամտություն է մտածել, թե հարկերը անդադ բարձրացնելով դու կարող ես բյուջեն անդադ լցնել, որովհետև տնտեսագիտության մեջ գոյություն է այսպես կոչված լաֆերի կոր, որը նշանակում է, որ մարդիկ պատրաստ են հարկ վճարել մինչև ինչ որ մի սահմանային կետ։ Դրանից վերև այլևս եկամուտները սկսում են նվազել եւ մարդը այլևս չի ուզում վճարել հարկեր եւ ինքը գնում է ստվեր։ Այնինչ մենք ունենք մինչև 2018 թվականը, ինչու մեր տնտեսությունը աշխուժացավ, ինչու մեր տնտեսությունը հեղափոխությունից հետո նոր շունչ ստացավ, որովհետեւ բազում ստվերում գտնվող մարդիկ եկան բաց դաշտ հավատալով, որ այս հեղափոխությունը բերելու է ազատ մրցակցային հարաբերություններ, մոնոպոլիաների բացակայություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն։ Եվ դրա համար մենք ունեցանք թռիչքաձև զբաղվածության աճ, գործազրկության նվազում, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների գրանցում, հարկային դաշտում, աշխատակիցների գրանցում, ստվերից դուրս եկան այդ բոլոր մարդիկ, ովքեր աշխատում էին ստվերում, եւ տնտեսությունը կարծես շունչ առավ եւ մենք հասկացանք, որ մենք կարող ենք ապահովել աճ եւ դա թվերով էլ է այդպես ապացուցելի, դա միայն բառեր չեն։ 2019-ից 23 թվականին մենք ունեցել ենք եւ միջին աշխատավարձի աճ մոտավորապես 100,000 դրամի եւ զբաղվածների աճ մոտավորապես այս պայդրությամբ 270,000 զբաղվածներ են ՓՄԶ ոլորտում օրինակ եւ այլն, այսինքն մենք ունեցել ենք աճ, դա պետք է գնահատել, դա ամբողջը հեղափոխության արդյունք է, որովհետեւ վստահությունը ապագայի նկատմամբ տնտեսագիտության եւ տնտեսության համար կարեւորագույն կոմպոնենտներն են, ինչը մենք այսօր տեսնում ենք միջազգային ասպարեզում, այս Թրամփի կողմից վարվող քաղաքականության արդյունքում բորսաները եւ ներդրողները վստահության պակասի պատճառով տնտեսությունը լուրջ ստագնացիայի մեջ է, տնտեսությունը շատ ուրեմն турբուլենտ վիճակում է։ Վերադառնալով ձեր հարցին եւ դուք ասում եք, որ տեսեք պետական կառավարման ապարատը հակառակ, այո, այսօր կառավարությունը տնտեսագիտության գրքի օրենքին հակառակ միջոցներ է ձեռնարկում։ Երբ որ տնտեսությունը գտնվում է ուրեմն մենք դա իմիջիայլոց Իրինա Խակամադայի տերմինն է, որ կոչվում է այդ турբուլենտություն, ինքը մի քանի բան է ասում։ Երբ որ մենք գնում ենք դեպի ստագնացիա, երբ որ մենք ունենք ինֆլյացիա, այսինքն գների աճ, գնողունակության անկում, մարդիկ նույն գումարով ավելի քիչ ապրանքներ եւ ծառայություններ են կարողանում ձեռք բերել, այդ ժամանակ պետությունը միանգամից փափուկ հարկային եւ վարչարարություն է իրականացնում, փորձելով ազատություն տալ փոքր, միկրո եւ միջին ձեռնարկատիրություններին, դրանք ինքնազբաղված մարդիկ են։ Իրանք պետությանը չեն նայում, իրանք պետք չի ոչ ձեր դրամաշնորհները, ոչ ձեր ինչ որ օգնությունը, իրանք չեն օգտվում ոչ մի նպաստներից։ Իրանք ինքնազբաղված մարդիկ են, իրենք իրենց գործունեությունը իրականացնում են, կողքից ապահովում են աշխատատեղեր, ինչը կրկնակի զբաղվածություն է եւ ապրում են իրենց կյանքով եւ ցանկացած գրքային տնտեսագետ գիտի, որ եթե կա турբուլենտություն, ապա միանգամից հարկային վարչարարությունը պետք է կրճատվի եւ ինքնազբաղվածությունը մարդկանց ուրեմն ավելի ազատ լինի։ Իսկ մենք այսօր ունեցանք կտրուկ հակառակը, այն որ ավելացած արժեքի հարկը կործանարար է տնտեսության համար, ինչ որ ժամանակ ինքը անհրաժեշտ էր, երբ որ ստեղծվեց եւ ներդրվեց, բայց դա տևեց շատ կարճ ժամանակ, որից հետո ավելացված արժեքի հարկը ինքը Հայաստանին մրցակցային առավելությունների առաջի խոչընդոտող բանն է, չէ՞ որ Հայաստանն էլ մրցակցում է հարևանների հետ, հետո մյուսների հետ եւ աշխարհի հետ։ Այսօր Հայաստանը մրցակցային դիրքեր չունի այդ առումով, որտեղ մեր հարկային եւ մաքսային վարչարարությունը Հայաստանին որպես առանձին ուրեմն միավոր չի թույլ տալիս լինել մրցակցային այլ երկրների հետ։ Էլ չեմ խոսում մեր լոգիստիկ բարդությունների հետ, մեր լարսին, որ ամեն մենք կախված ենք ամեն օր բնությունից։
կոպիտ ասած մենք պետք է ստեղծենք Զևսի նախարարություն, πάρենք Զևսի պարը, որպեսզի բնությունը չփագի Լարսը, որպեսզի մեր բիզնեսը չխեղդվի դրանից։ Սա շատ կենցաղային բառ եմ օգտագործում, բայց կարծում եմ բոլոր գործարարները այս խնդրի հետ առնչվում են։ Լոգիստիկ կապերը մեր սարսափելի են։ Եվ վերջում այս ամփոփող բանը հետևյալն է. երբ որ մենք խոսում ենք շրջարկի մասին եւ ասում ենք, որ մենք վերացնում ենք շրջարկը կամ կտրուկ աճ է գրանցվում շրջարկի, մենք անցնում ենք բոլոր փողոցներով Երևանյան եւ տեսնում ենք, որ տրվում է վարձով, դա ինչ է նշանակում, բիզնեսը մահանում է, վարձակալությունները ավելանում են, բայց քանի որ մենք միևնույն է անշարժ գույքի ոլորտում ունենք խիստ արտահայտված մոնոպոլիա, գները չեն ընկնում, այսինքն մարդիկ չեն ուզում այսպես կոչված արենդայի վարձակալության վճարները նվազեցնել, հակառակը մենք դեպքեր ունենք եւ COVID-ի ժամանակ բարձրացնում են գինը, այնինչ պետք է բացարձակ չանեն, որովհետեւ բիզնեսը կարողանար գոնե քիչ տեմպերով, բայց շարունակեր շարժվել, որովհետեւ բիզնեսի համար ստատիկ վիճակը մահ է։ Միայն դինամիկայի մեջ կարող է գնալ դեպի զարգացում, տնտեսական աճ։ Գանե մենք հիմա մի պահ մեր զրույցը ընթանում ենք գովազդային հոլովակներով, որից հետո շարունակենք, չէ՞ կավարտում։ Սիրով։ Խնդրեմ։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Փակ TV-ն հայտարարում է էլիտար սերունդ պատանի դաշնակահարների հեռուստատեսային մրցույթ, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Մրցույթը մեկ փուլով է, սակայն միայն առաջին 3 տեղերը զբաղեցրած շնորհալիները կընդգրկվեն հունիսի 1-ի տոնական եթերում։ Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 25-ը։ Մրցույթին 3 տարիքային խմբով կարող են մասնակցել 7-ից 15 տարեկան երեխաներ։ Կատարումները չպետք է գերազանցեն 7 րոպեն։ Ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները նշված էլեկտրոնային հասցեին կամ էլ զանգահարել 099 550 078 094 683 549 հեռախոսահամարներով։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք ծրագիրը եւ պիտի ասեմ, որ մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագիտության տեխնացու Գայանե Գաբրելյանին։ Գայանե, դե հասկացար, չէ՞, մենք ձետաչկինի սկզբունքով ենք շարժում։ Ձետաչկինը սիրում է երեխաներին, Փակ TV-ն էլ է երեխաներին շատ սիրում եւ նման մրցույթներ մենք հաճախակի ենք անցկացնելու։ Ֆանտաստիկ է, ինձ համար սա մշակույթը կարծում եմ, որ տնտեսության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկն է, հետևաբար ֆանտաստիկ գաղափար էր եւ ես էլ արդեն ունեմ տարբեր երեխաներ, ում կուղղորդեմ եւ կուզենամ, որ մասնակցեն նաեւ այս մրցույթին։ Ասում են կար մի բացված դուռ դեպի վաղվա օրը, բայց ցավոք այդ դուռը այդպես էլ չբացվեց, ինչու։ Տնտեսագետը պետք է լինի միայն լավատես, եթե տնտեսագետը չլինի լավատես, ապա երկիրը կործանման եզրին է, որովհետև ֆինանսիստներն են վատատես, իրենք իրենց դեբետ ու կրեդիտից այն կողմ ոչ բան չեն տեսնում, իսկ տնտեսագետը ինքը կրեատիվ մարդ է եւ միշտ լավատեսությամբ է օժտված, այդ դռները միշտ կան։ Պարզապես կան մարդիկ, ովքեր որ այդ դռները տեսնում են, իսկ կան մարդիկ, ովքեր տեսողության խնդիր ունեն։ Եվ մեր այսօրվա ամենակարևոր խնդիրը գտնել այն մարդկանց եւ այդ մարդկանց տալ տնտեսությունը, ովքեր այդ աչքերը եւ այդ տեսողությունը ունեն եւ այդ վիժնը ունեն, այսինքն տեսլականը։
Ինչ վերաբերում է դռներին, որոնք մենք արդեն իսկ չօգտագործեցինք, դրանք բազում են։ 2018-ին մենք ունենք գնահատելի այնպիսի մեծ ուժ, որը վստահությունն էր, որը տնտեսության համար կարևոր էր, մարդկանց ներհոսք դեպի Հայաստան, տարբեր ներդրողների ցանկություն ներդրում անել Հայաստանի տարբեր ոլորտներում։ Եվ մենք այդ ալիքը բռնելով էկոնոմիկայի նախարարությունում իմ ղեկավար, այն ժամանակ իմ ղեկավար Ավագ Ավանեսյանի հետ մշակեցինք նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող օրենքը հանրային ներդրումների կառավարման, որը ըստ էության գործնական օրենք է։ Ինչի եմ ասում գործնական, որովհետև ներդրումը հենց այնպես քո երկիր չի գալիս։ Դա ինչ որ մարդ չէ, որ կարող է առնել ավիատոմս եւ մեկնել դեպի Հայաստան։ Ոչ, ներդրումը ըստ էության ամենակարևորը ներդրողի համար երկրի իրավական դաշտն է, արդյոք երկրի իրավական դաշտը նպաստող է, որպեսզի ներդրողը իր ներդրում անի։ Երկրորդը, ներդրողը գալիս է ներդրումային ծրագրի հետևից, եթե դուք ունեք պատրաստի ներդրումային ծրագրեր, դրանք այսինքն այն գաղափարներն են, որոնք համենված են տնտեսական հաշվարկներով, հա։ Եթե քո երկիրը, օրինակ դուք ներդրող եք, գալիս եք Զիմբաբվեից 3 օրով, դուք չեք կարող ստեղ թիմ բերել տնտեսագետների, իրանք սկսեն ուսումնասիրել իրավական դաշտը, ներդրումային միջավայրը, կլիման եւ այլն։ Դուք գալիս եք քաղաքական ինչ-որ մի ուժի մոտ, կամ դուք գալիս եք պետության մոտ, կամ դուք գալիս եք մասնավոր հատվածի մոտ եւ հարցնում եք, որ ոլորտներում ես կարող եմ անել ներդրումներ։ Եվ ձեր առջև պետք է դրվեն փաթեթներ, ասեն նայ մենք ունենք մշակույթի ոլորտում, շրջակա միջավայրի ոլորտում, շինարարություն, ճանապարհաշինություն եւ այլն, պատրաստի փաթեթներ, որտեղ երևում է ես կդնեմ իմ 3 դրամը, 8 օրից իմ 3 դրամը կսկսի աշխատել։ Եվ ես 3 դրամ դնելու արդյունքում ի վերջո կստանամ 8 դրամ։ Սա շատ պարզ եմ ասում, բայց սա է իրականությունը, ամբողջ աշխարհում այդպես են արվում ներդրումները։ Եվ Չինաստանը, որ այսօր կարողացավ հաղթահարել լուրջ տնտեսական խնդիրներ եւ այսօր համաշխարհային տնտեսության մեջ թելադրող է, եւ Ամերիկան, որը համարվում էր ներդրումների ներգրավման համար առաջի երկիրը, եւ Եվրոմիության տարբեր երկրներ, իրենք ըստ էության ունեն այս իրավական դաշտը ամբողջական, որը հնարավորություն է տալի ներդրողին մուտք անել երկիր եւ իմանալ ինքը որ ոլորտներ կարող է ներդնել։ Մենք այս իրավական փաթեթը մշակեցինք, սակայն ինչպես դուք ասացիք, դռները փակվեցին, որովհետեւ Հայաստանում դեռ ամեն ինչ կախված է անձից։ Այսինքն այն մարդը, որ ղեկավարում է process-ը, կարող է տապալել ամբողջ process-ը կամ կարող է process-ը ծաղկացնել։ Եվ ցավոք այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարությունում պատերազմից հետո եղան փոփոխություններ, նախարարը փոխվեց, պարոն Քերոբյանը եկավ նոր վիժնով, նոր ինչ-որ գաղափարներով, այն ինչ-որ մենք արդեն արել էինք, իր մեջ կար ուրիշ ցանկություններ արելու, այս ինստիտուցիոնալ հիշողությունը մեզ համար լուրջ խնդիր է։ Եթե հիշում եք, նախկինում մշակված էր աշխատակազմի ղեկավար պաշտոնը բոլոր նախարարություններում, հիմա կոչվում է քարտուղար։ Եվ այս աշխատակազմի ղեկավարը այնպես էր քաղցառայության մեջ մշակած, որ ինքը կարծես թե սյուն էր, անփոխարինելի։ Իմաստն այն էր, որ այդ մարդը կոպիտ ասած միջև իր կյանքի վերջը այդտեղ աշխատելու, դրա համար իրեն ամեն ինչ տրվում է եւ իրեն ազատելը շատ բարդ է, անգամ եթե ղեկավարը փոխվում է, պատճառն մեկն էր, որ պետք է նախարարության մեջ մեկը լինի, ով որ ունի ինստիտուցիոնալ հիշողություն, որ փոփոխությունների դեպքում ինչ որ ստրատեգիական ռազմավարական ուղղություններ այս մարդը կտանի առաջ։ Հիմա մենք ունենք այդ կոլապսը, որի արդյունքում այս թելը կտրվում է։ Եվ մի շատ կարևոր բան ասեմ վերադառնալով ՓՄՁ-ներին։ Իմիջիայլոց հենց պարոն Քերոբյանի ժամանակ էր, որ շատ վատ ՓՄԶ-ի ոլորտի համար փոփոխություն արվեց եւ նախարարությունում կար առանձին փոքր եւ միջին ձեռնարկությունները համակարգող փոխնախարար եւ վարչություն Եվ մինչև 23 թվականը, եթե նայեք, եւ վիճակագրական ծառայությունը տալիս է ամփոփ ծրագրեր, եւ Եվրամիության ֆինանսական աջակցությունն է գնում դեպի ՓՄԶ-ներ, այսօր քանի որ այդ մարմինը լուծարված է, ոչ վարչությունը կա, ոչ էլ այդ հաստիկի փոխնախարարը, կարծես պետությունը ուշադրություն չի դարձնում այդ ՓՄԶ ոլորտի վրա։ Իսկ սա լուրջ խնդիր է ընդհանուր տնտեսության աշխուժացման համար։ Գանե, կազդի ասենք տնտեսական աճի վրա
կառավարության կողմից տարվող քաղաքականությունը եւ ինչ է արում, որպեսզի պետական թալանին էլ վերջ տրվի։ Իդեպ նման պայմաններում կարծում եմ, որ արտասահմանյան ներդրումների թիվն էլ է կրճատվում։ Նախ ասեմ, որ շատ ճիշտ եք հարցադրումը դնում, հենց կառավարությունն է այն միջավայրը ստեղծողը, որը որ կարող է ազդել կամ տնտեսական աճին, կամ տնտեսությունը անկում։ Դա կառավարության համար առաջի գործն է, սոցիալ-տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հասկացություն է եւ կառավարությունը հանձն է առել 7% տնտեսական աճ։ Ես խիստ կասկածում եմ, որ մենք 7% տնտեսական աճ կգրանցենք, դեռևս այն ժամանակ, երբ որ կար այդ աշխուժությունը 4%-ից ավելի, ոչ համաշխարհային բանկը չէր տալի գնահատական, ոչ լուրջ տնտեսագետներ։ Այնուամենայնիվ, ձեր ասացի երկրորդ հատվածը կոռուպցիան ամենալուրջ խոչընդոտն է տնտեսական ակտիվությանը եւ ներդրումների ներգրավմանը։ Վառ օրինակ ունենք մեր ներդրումային ծրագիրը, խոսքը վերաբերում է Հայաստանի կրկեսին։ Հայաստանի Հանրապետություն Երևան քաղաքում կար կրկես, որը բոլորս գիտենք միայն հին նկարներից։ Այսօր այդ կրկեսի փոխարեն մի ապակյա կլորակ է կանգնած արտաքինից, որի ներսում ոչ մի գործողություն տեղի չի ունենում, երևի արդեն 25 տարուց ավել։ Փորձենք հասկանալ ինչու։ Սա ներդրումային ծրագիր է, որ ունեցել ենք արտաքին ներդրումներ իրականացնող մարմին, կապ չունի այդ անձնավորությունով, մենք անձի մասին չենք խոսում, այլ խոսում ենք իրավիճակի մասին։ Ներդրողը եկել է պետության մոտ, որտեղ կրկեսը պետական էր։ Կրկեսը պատկանում էր պետությանը, ներդրողը եկել է, ասել է կրկեսը տուր ինձ, կողքի հարակից տարածքն էլ տուր ինձ, ես հարակից տարածքում կսարքեմ բիզնես միջավայր, հյուրանոց կլինի, հոռեկա, որորդ, ինչ ուզում ալինի, եւ քեզ կտամ կրկես, որը կլինի նոր, վերանորոգված, նոր ստանդարտներին համապատասխան, նոր ներդրումներ կներգրավվի, այնտեղ աշխատատեղեր կստեղծվեն եւ այլ եւ այլ եւ այլ։ Վերջին տեխնոլոգիաներով արջը սալտո կանի օդի մեջ կնստի մի խոսքով ինչ որ sense հեքիաթներ եւ քանի որ սա է ամենակարևոր հարցը ներդրումային ծրագրի սոցիալ շրջակա բնապահպանական եւ տնտեսական կոմպոնենտները պետք է իրար հավասարազոր լինեն։ Եվ երբ որ քեզ մեկը գալիս ասում է տուր ինձ այս ինչ բանը, ես կանեմ այս ինչ բանը, դու պետք է սկզբից ասես այ դու արա այս ինչ բանը ու հետո կստանաս այս ինչ բանի իրավունքը, ասածս բառերով։ Նախ պետք է պայմանագրով ամրագրված լիներ, որ ինքը պետք է վերանորոգի այդ կրկեսը։ Այդ կրկեսը անի այնպիսին, ինչպիսին ինքը խոստանում էր, եւ հետո նոր իր ներդրումները անի բիզնես միջավայրի, իր հյուրանոցները սարքի եւ այլն, որտեղ ըստ էության ինչ եղավ, պետությունը իր սեփականություն տվեց սա մասնավորին, ոչ կրկես ունենք, ոչ ինչ-որ մեկը կարա գա այդ կրկեսը վերանորոգի, որտեղ դա սեփականություն է այլևս։ Բայց այդ բիզնեսը տարիներ շարունակ աշխատում է, իսկ մենք ըստ էության սոցիալ-մշակութային այդ մի ոլորտից զրկված ենք եւ 2-3 սերունդ այլևս Հայաստանում ծնված են, ովքեր չգիտեն ինչ բան է կրկես, չհասված մի քանի հատ կներեք ժամանակավոր պալատկաները, որոնք խփված են եւ այնտեղ ներսում չեմա ինչ է կատարվում, արդյոք դա կրկես հաճախել եմ կրկեսից շատ հեռու միջավայր, չէ՞ որ կրկեսը մշակույթի մի ամբողջ հատված է եւ մենք ունեցել ենք Հայաստանում այնպիսի մարդիկ, ովքեր աշխարհահռչակ են եղել եւ կրկեսային մշակույթը հռչակել են ամբողջ աշխարհում։ Այո, ցավոք ճիշտ եք։ Ամեն ինչ ժողովրդական լեզվով ասած գյորբագյոր արվեց։ Գանի, ես իդեպ ասեմ, որ մի առիթով ձեր մայրը շատ հետաքրքիր, այսպես կարծիք հայտնեց ձեր մասին, երբ զրուցում էինք, ասեց գայանեն մեր օրերի Մարգարետ Թետչերն է։ Ինչից ելնելով էր նա նման կարծիք կազմել։ Ինձ բոլոր ծնողներն են իրանց երեխաների նկատմամբ սուբյեկտիվ եւ տեսնում են ինչ-որ առավելություններ իրենց երեխաների մեջ, որոնք չեն տեսնում ուրիշների մեջ։ Այնուամենայնիվ մորս բառերը իհարկե մեծամտություն է ինձ համար, ես այդպես իմ մասին այդքան մեծ կարծիք չունեմ։ Այնուամենայնիվ այն որ ես նվիրված եմ պետական կառավարման համակարգին եւ սիրում եմ քաղաքականությունը եւ դա այն ուղղությունն է, որտեղ ես զարգացել եմ, զարգանում եմ եւ անելու եմ այդ քայլերը միևնույն է այդ ոլորտում, դա ակնհայտ է, օրինակ եթե ինձ այսօր առաջարկում են, ասում են բիզնես պրոյեկտ կա, ես ասում եմ չէ, ես բիզնեսի մասին չեմ, ես պետական կառավարման մասին եմ եւ ինձ համար ոչ թե կարեւոր է, որ ես ունենամ աշխարհի բոլոր փողերը, հարստությունները, ես ուզում եմ ունենալ Հայաստանում լավ կառավարման համակարգ եւ Հայաստանը լինի միջազգային ասպարեզում եղանակ թելադրող պետություն, ինչը հնարավոր է։ Ես վստահ եմ։
Իդեպ առաջիկայում, քանի որ դուք ձեր էությամբ շատ տանհանգիստ մարդ եք, առաջիկայում ինչ հետաքրքիր զարգացումներ են մեզ սպասում եւ ինչ ինֆորմացիա ունեք, որ կուզենայիք կիսվել մեր ունկնդիրների հետ։ Մենք անցյալ ձեր հաղորդմանը նաև խոսեցինք բարեգործությունից, որը հաղորդաշղթա հանուն բարեգործության այս շրջանակներում իրականացնում ենք, սա արյան դոնորությունն է, արյան անատվության արշավն է, որը չի դադարել, շարունակվում է, մենք իրականացրինք Ավան վարչական շրջանում անատվության օրեր եւ հիմա այս արշավը դարձել է մի մեծ ուրեմն այսպիսի զանգվածային իրողություն եւ նոյեմբեր ամսին մենք պատրաստում ենք գործընկերներիս հետ, ես շատ լավ գործընկերներ եմ ձեռք բերել օրերս եւ մենք պատրաստվում ենք նոյեմբերի 27-ին, 28-ին, 29-ին եւ 30-ին Հայաստանում կազմակերպել ամենամեծ տարածաշրջանում էքսպո կոնֆերանս եւ ուրեմն առողջապահական այսպես ասեմ գիտաժողով էքսպոն այդ մասին արդեն կա Facebook-ան հարթակում Armenian International Expo բացի դրանից մենք արդեն ամբողջ այդ աշխատանքները տանում ենք եւ հրավիրյալ տարբեր հյուրեր ունենք աշխարհի լավագույն բժիշկները եւ աշխարհի լավագույն կազմակերպությունները ովքեր ներկայացված են լինելու այնտեղ կարծում եմ պետք է ամբողջ Հայաստանի Հանրապետության ամբողջ առողջապահական այսպես ասած community-ին համայնքը միանա այս շարժմանը ինչու սա Հայաստանի պատվի հարցն է այսօր Թուրքիան եւ Արաբական Էմիրություններից Դուբայը մրցում են այս առողջապահական ուրեմն էքսպոների մրցավազքում թե ով կգրավի իր մոտ ամենալավ կազմակերպությունները Ցավալի է ինձ համար, որ մեջտեղում գտնվող Հայաստանը, որը երկու այդ պետությունների անցուդարձի մեջ է եւ կարող է մրցել իրենց հետ, չի կարող վերցնել այս առաջնայնությունը ու առաջ տանել։ Մեզ համար առողջապահության ոլորտը ի վերջո առաջնային է, մենք ունենք անվանի բժիշկներ, ովքեր աշխարհում լավագույնն են, հայտնությունների մեծ մասը արվում են հայ բժիշկների եւ հայ գիտնականների կողմից եւ հայ բիզնեսը եւս բժշկական շատ զարգացած է։ Ուստի կարծում եմ Հայաստանի Հանրապետության կառավարություն, իդեմս առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանը եւ խոշոր բժշկական համայնքներ, Արմենը Մուրադյան զինվորի տունը, բժշկական համալսարանը, սրանք բոլորը այն Բաբլոյանի, այդ մեծ բժշկական կենտրոնը եւ այլն, սրանք բոլորը այն մարդիկ են, ովքեր պետք է իրենց պատվի համար աջակցեն, միավորվեն եւ մենք էլ իրանց այսպես ասած միավորվենք, որպեսզի Հայաստանը այս ոլորտում դառնա առաջատարը, մենք այդ պոտենցիալը ունենք եւ ի վերջո տնտեսությունն էլ այս մասով շատ աշխուժանալու է, որովհետեւ դեռ մենք ունենք հարևան երկրներ, որոնք ունեն սանկցիաներ, դեռ մենք ունենք այնպիսի կլիմա միջավայր, որը նպաստավոր է մենտալիտետի առումով, մենք կարողանում ենք եւ եվրոպացիների հետ լավ շփվել եւ սլավոնների հետ լավ շփվել եւ հարևան Վրաստանի հետ լավ շփումներ ունենալ, հետեւաբար փորձել մի ճյուղ առանձնացնել, որտեղ Հայաստանը կարող է լինել առաջատար, սա պետք է լինել կառավարության ամենակարևոր թիրախը։ Ամենտեղ լինել լավը անհնար է, բայց կենտրոնանալ մի տեղ եւ փորձել աջակցել, օրինակ, չեմ ասում հենց ինձ, բայց իմ նման այն մարդկանց, ովքեր ուզում են Հայաստանը տեղ գտնի value chain-ում մեծ, այս շղթայի մեջ իր փոքրիկ այդ շղթայակապը գտնի, որպեսզի մենք էլ դառնանք մի ուրեմն վզնոցի շղթայի մաս, որ մեզ պետք չլինի վերացնել։ Տեսեք, սա արդեն հասա դեպի անվտանգային հարցեր։ Երկրի անվտանգությունը հենց այնպես չի ձևավորվում։ Այո, բանակը, սահմանային ուժերը եւ այլ շատ կարեւոր է, բայց եթե երկիրը տնտեսության մեջ ինչ որ մի մեծ շղթայի մի տար է, ապա ոչ մեկին ձեռնտու չէ այդ երկրին վերացնել կամ պատերազմ մղել, որտեղ դու արդեն ունես այնտեղ ֆինանսական տնտեսական շահեր։ Եղավ գանը, շնորհակալ եմ այսօրվա համար, երբ այդ օրերը մոտենան, մի անգամ էլ կհանդիպենք։ Շերի բարեկամներ, մենք հյուրընկալել էինք տնտեսագիտության տեխնացու Գայանե Գաբրելյանին, ով իսկապես միշտ մեծ հաճույքով է գալիս Փակ TV, այնպես որ սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։